Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Ուղերձում Դոնալդ Թրամփը շնորհավորել է Իլհամ Ալիևին եւ ադրբեջանական ժողովրդին Նովրուզի տոնի առթիվ։ Մեր երկրներն ունեն համագործակցության հարուստ պատմություն, եւ ես անհամբեր սպասում եմ այն ուշագրավ ձեռքբերումներին, որոնց մենք կարող ենք հասնել առաջիկա տարիներին։ Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի աջակցությունն ու բարեկամությունը մեր գործընկեր Իսրայելի հետ եւ ողջունում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի քայլերը ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելուն։ Միացյալ Նահանգները շարունակում են մնալ Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության անսասան կողմնակիցը, ասված է ուղերձում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, մասնակցելու Անտալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումին։ Այս մասին տեղեկություն է տեղադրված Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Անտալիայի միջազգային օդանավակայանում նախագահ Իլհամ Ալիևին եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են քաղաքի նահանգապետ Հուլուսի Շահինը եւ այլ պաշտոնատար անձինք։ Ադրբեջանն ու Չինաստանը երկխոսություն են սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշելով, որ չինական ընկերությունները հրավիրվել են որպես ռազմավարական գործընկերներ տարբեր ոլորտներում, այդ թվում կանաչ էներգետիկայում։ Մենք երկխոսություն ենք սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ եւ կարծում ենք, որ դա կարող է շատ խոստումնալից գործընթաց լինել, քանի որ Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը։ Բաքվում ասել է Իլհամ Ալիևը դեպի նոր աշխարհակարգ միջազգային ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը։ Նա նշել է, որ Բաքուն եւ Պեկինը 2024 թվականին ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը, որը շատ կարևոր հանգրվան է Բաքու-Պեկին երկկողմ հարաբերություններում։ Քանի որ Չինաստանի նման մեծ երկրի հետ համագործակցությամբ ռազմավարական գործընկերության ձևաչափի արկայությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի համար։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովը Անտալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների հետ կմասնակցի Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ եւ հնարավորություններ պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնել են արտգործնախարարությունում։ Բաքվի զինվորական դատարանում դատական նիստում մեղադրյալ Մելիքսեթ Փաշայանը պատասխանելով պետական մեղադրողների հարցերին խոստովանել է, որ ապօրինի զինվորական ծառայություն է անցել Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքներում։ Հայաստանի զինված ուժերում ծառայած Փաշայանը հայտնել է, որ նրան տրամադրվել է Կալաշնիկովի ինքնաձիգ։ Մեղադրյալը հայտնել է, որ մարտական դիրքերում կանգնած է եղել մի քանի ուղղություններով, այդ թվում Աղդամի շրջանի Սարիջալի եւ Գյուլուջա գյուղերում։ Պետական մեղադրող Ֆուադ Մուսայևի հարցին ի պատասխան Փաշայանն ասել է. Աղդամը Ադրբեջանի Հանրապետության շրջան է, սակայն մեղադրյալը չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ում եւ ինչից է նա պաշտպանել ադրբեջանական տարածքներում։ Նշենք, որ Բաքվում շարունակվում է հայկական ռազմական ագրեսիայի հետևանքով խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիների դատավարությունը։ Մալայզիայի փոխարտգործնախարար Դատուկ Մոհամմադ Ալամինը ապրիլի 14-ից 16-ը կայցելի Բաքու։ Այցի շրջանակներում նա Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հետ կհամանախագահի Մալայզիա-Ադրբեջան երկրորդ քաղաքական խորհրդակցությունները։ Մալայզիա-Ադրբեջան երկրորդ քաղաքական խորհրդակցությունները։ Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ողջ ասպեկտը՝ քաղաքական եւ տնտեսականից մինչեւ հյուպատոսական եւ հումանիտար, երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման նպատակով։
Կատարում ռազմավարական գործընկերության խորհրդաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի պատվիրակությունների միջև։ Այս մասին հաղորդվում է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացության X սոցիալական ցանցի էջում։ Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են համագործակցության օրակարգն ու հեռանկարային ոլորտները։ Ըստ տեղեկատվության, քննարկումներին ներկայացված են եղել ՆԱՏՕ-ի բոլոր կառույցները։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։